Տեղական օլիգարխը, նույն ինքը համապատասխան Գագիկ Ծառուկյանը այսօր հայտարարել է, թե Հայաստանում խաղաղություն չկա, գոյություն չունի, խայտառակված վիճակում ենք։ Այդ դեպքում հարց է ծագում, այս ոչ խաղաղ ու խայտառակված պայմաններում ինչով են զբաղված Ծառուկյանն ու նրա որդիները։ Ու բանից պարզվում է ինչ, մարդիկ կրակոցներ են արձակում։ Գագիկ Ծառուկյանի որդին կրակոցներ է արձակել Ծաղկաձորում, ընդ որում կրակել է ոչ թե Հայաստանի հակառակորդների ու թշնամիների վրա, այլ կրակել է հայերի վրա։ Ավելին, Ծառուկյանի որդին կրակոցները արձակելուց հետո փախել է երկրից, խուսափել է պատասխանատվությունից։ Նույն ժողովրդասեր ու հայրենասեր Գագիկ Ծառուկյանի որդին տևական ժամանակ է թաքնված է Բելառուսում, խուսափում է վերադառնալ Հայաստանի Հանրապետություն, որպեսզի ստիպված չլինի դատարանում իր անմեղությունը ապացուցի ու կրի քրեական պատասխանատվություն։ Բա պարոն համապատասխան օլիգարխ, բա ոնց է տենց ստացվում։ Այդքան ժողովրդի մասին մտածող եք, բայց ժողովրդի վրա եք կրակում։ Դուք էլ իշխանության չեք, արդեն կրակում եք մարդկանց վրա, բա որ վաղը իշխանություն վերցնեք, ինչ եք անելու։ Փողոցներում մարդկանց եք գյուլելու։ Դրա համար եք իշխանություն ուզում։ Իսկ իրականում ժողովուրդ ջան, սա այն ընդհանրական պատկերն է, որ սպասվում է Հայաստանի Հանրապետության ժողովրդին։ Եթե Աստված մի առասցե Ռոբերտ Քոչարյանին, Գագիկ Ծառուկյանին ու Սամվել Կարապետյանին հաջողվի Հայաստանում իշխանություն վերցնել, բայց ծոծորակները կտեսնեն, իշխանության երես չեն տեսնի։